Շատ հաճախ մարդիկ ասում են, որ իրենց մոտ անկախ ինչ-որ պատճառից առաջացել է անսովոր եւ անհասկանալի հազ։ Կխնդրեմ մի փոքր պարզաբանեք, թե որոնք կարող են լինել անսպասելի հազի պատճառները։ Առաջին կետը, որ կարող է արտասովոր հազի առաջացման պատճառ հանդիսանալ, դա դեղորայքն է։ Ինչերում շատ հաճախ, երբ որ մարդիկ օգտագործում են ճնշում իջեցնող պրեպարատներ, հիպոտենզիվներ, շատ հաճախ նշում են, որ նրանք ունեն քրոնիկ հազ։ Այդ պրեպարատները դրանք բոլորը այն պրեպարատներն են, որոնք ունեն պրիլ վերջացանցը։ Մոնոպրիլ, կապտոպրիլ, իսկ մեր հայրենակիցները շատ են օգտագործում այդ պրեպարատները։ Արդյունքում ինչ ենք ունենում։ Ունենում են քրոնիկ հազ։ Ինչ մեխանիզմով են առաջանում։ Սրանք հանդիսանում են APF ինհիբիտորներ, նրանք արտադրում են ավելի մեծ քանակությամբ բրադիկինինի քանակ, որը գրգռում է բրոնխի պատերը, առաջանում է այտուց եւ առաջանում է հազ։ Նման դեպքերում ինչ պիտի անել, պետք է նման դեպքերում ուղղակի փոխել խումբը, օրինակ կարելի է նշանակել սարտաններ։ Երկրորդ կետը դա գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը կամ ավելի պարզ որ լինի մեր սիրելի հայրենակիցներ, դա այրոցն է եւ կարծես թե շատ տարօրինակ է, չէ, որտեղ ստամոքս, կերակրափող եւ հազ։ Ուրեմն ինչ է կատարում, երբ ստամոքսից եւ 12 մատնյա աղուց այդ փականի անբավարարության պատճառով հետ է գնում դեպի կերակրափողի լորձաթաղան, այդ թթուն լեղին բարձրանալով վերև հասնում մինչև ձեր ձայնալարերը, ձեր կոկորդը, այրում է այդ ընթացքում ձեր լորձաթաղանթը, որը բերում է լորձաթաղանթների բորբոքման եւ որը նույնպես կարող է արտահայտվել քրոնիկ հազով։ Եվ նման դեպքերում, երբ որ դուք չեք գտնում որն է ձեր այդ հազի պատճառը, ճիշտ կլինի ստուգել ձեր ստամոքսը եւ կերակրափողը։ Ինչ պետք է անել նման դեպքում, պետք է օգտագործել ստամոքսի թթվայնությունը կանոնավորող պրեպարատներ, դրանք պրոտոնային պոմպ ինհիբիտորներ են, ուժեղ ձեր ստամոքսը, ձեր կերակրափողը եւ ձեր քրոնիկ հազը կարող է անցնել։ Երրորդ պատճառը դա սրտային անբավարարություն է, որը շատ լուրջ պաթոլոգիա է։ Այդ հազը առաջանում է, երբ հորիզոնական դիրքով պառկում են, առաջանում է շնչարգելություն, որը կարող է թուլանալ ավելի եւ մարդիկ նստում են։ Նման դեպքերում այս հազի դեպքում սրտային անբավարարություն, որը ուղեկցվում է հազով, անպայման պետք է շտապ դիմել բժշկի։